Մեկ քայլ էր պակասում, որ Հայաստանի Եվրամիության անդամ դառնալու օրինագիծն օրենք դառնար։ Վերջին պահին թերևս Նաջարյանը փոշմանեց։ Հետո եթանչի, ամեն մարդու բանչ։ Հետո առաջարկում եմ ընդմիջում անել մի կես ժամ։ Հենց այդ մի կես ժամն էլ որոշիչ եղավ։ Եվրաինտեգրման հանձնաժողովից օրինագիծը լիագումար նիստերի դահլիճ չհասավ։ Ինչու հանձնաժողովի ՔՊԱ-ական նախագահը պարզաբանեց, թե տեքստի հետ խնդիր չունեն, ժամանակի ու տեխնիկական դետալների հարց է, որ կես ժամում հստակեցնել չհասցրին, իսկ խորհրդարանի կանոնակարգն ավելի երկար քննարկում չէր նախատեսում։ Նախընտրեցինք ավելի հանգիստ շարունակել քննարկումները առաջիկա օրերի ընթացքում։ Հետաձգմանը հաջորդեցին քննարկումները, իշխանության հաշվարկները փոխվել են աշխարհաքաղաքական վերջին շրջադարձերի ֆոնին։ Նմանատիպ քայլը միանշանակորեն հակառուսականության այդ տրամադրությունների եւ միտումների շարքում է դասվում, որը ներկայիս պահի փաստացիորեն արևմուտքի տարանջատվածության, Թրամփի վարչակազմի գոնե առերես այդ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ֆոնին բնականաբար օտարոտի եւ ուղղակի պրոթուրքական, այսպես գիծ տանելուն ուղղված քայլեր դիտարկում։ Սա ոչ թե քաղաքացիական նախաձեռնություն է, այլ դեպի արևմուտք շրջադարձի հերթական քայլը, վստահ է Աղաջանյանը։ Հույս ունի, որ իշխանությունը ոչ թե իրոք տեխնիկական պատճառներով, այլ իրական ռիսկերը գնահատելով է հետաձգել օրինագծի քննարկումն ու ընդունումը։ Եվրամիությունը ինքը ճգնաժամի առաջ է եւ գնալ, ինչպես բազմից եմ նշել, վազելով ցատկել նստել մի գնացք, որը ինքը անդունդն է գլորվում, դա խելամիտ չէ։ Եթե Երևանը հետևողականորեն գնա արևմտյան ճանապարհով, ըստ Աղաջանյանի տնտեսական ավերն անխուսափելի է լինելու։ ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են, իսկ ընտրությունը ԵՄ-ի օգտին չափազանց վտանգավոր է Հայաստանի համար։ Թողնել քո արդեն իսկ արկա օգուտները, որ դու մշտապես ստանում ես եւ գնալ ինչ որ վերացական հասկացողությունների եւ գեղեցիկ երազանքների ոսկեգույն ժապավեններով փաթեթավորված ներկայացման, դա ուղղակի իրացիոնալության դաշտից է եւ որևէ պետական գործիք կամ պետության վարքագծին հարիստ չէ։ Հայաստանի եվրաինտեգրման նախագիծը, որն ազգային ժողով է հասել Եվրաքվե նախաձեռնության միջոցով, առաջին ընթերցմամբ ընդունվեց փետրվարի 12-ին։ Երկրորդ ընթերցումը պետք է լինի գլխադասային հանձնաժողովում, ևս մեկ քննարկումից հետո։ Օրենքի ընդունումը ըստ իշխող ուժի ներկայացուցիչների արտահայտելու է Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի քաղաքական կամքը։ Մինչդեռ ընդդիմությունը պնդում է, Եվրամիությունը դռները բաց Հայաստանին չի սպասում։ Հիշեցնում են, բազմաթիվ երկրներ երկար ու բարդ ճանապարհ են անցել, բայց կառույցի դռները նրանց առջև այդպես էլ չեն բացվել։ Հերմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։